Տիկին Խաչատրյան կներկայացնեք ցուցակը քանի հոգուց է բաղկացած։ Ցուցակը 92 հոգուց է բաղկացած, առաջին 30-ը արդեն իսկ հրապարակել ենք, ցուցակը գլխավորում է Արեմ Սարգսյանը։ Ինչ ակնկալիքներ ունեք ընտրություններից։ Առնվազն Երևանի արդյունքները պետք է ավելացված լինեն։ Տիկին Խաչատրյան, ընդդիմադիր ուժերը Հայաստան դաշինքներ այսօր այստեղ նշում էին, որ եթե չկարողանան մեծամասնություն ունենալ, իրենց նպատակը հետընտրական զարգացումներն են, լայն կոալիցիա կազմելը, իշխանություն վերցնելը, դուք ինչ դիտարկումներ ունեք սրանից։ Միանշանակ չեն ունենալու մեծամասնություն, հետընտրական զարգացումներն էլ իրանց մշտական մի քանի հանրահավաքով դեպի տուն ուղևորվելն է։ Հետընտրակցություններ եք, ձեզ համար ինչ համագործակցություններ են ընդունելի հետընտրականում, հետ պատրաստ կլինեք համագործակցել։ Մենք բազմիցս ասել ենք, նորից կրկնում եմ, մերձ դաշնակա-քոչարյանական ուժերից բացի մնացած ուժերի հետ հնարավոր է կոալիցիոն քննարկումներ։ Որոնք են օրինակ այդ ուժերը ՔՊ-ի հետ պատրաստվում եք։ Եթե ձեր ձայնից կախված լինի։ Մենք ունենք ՔՊ-ի հետ կոալիցիոն համագործակցություն, եթե անհրաժեշտություն լինի, կքննարկենք եւ նաեւ կորոշենք համապետական մասշտաբով նորից կոալիցիա։ Խաչատրյանից ինչու արևմտամետ ուժերը չկարողացան միասին միջակայքով գնալ ընտրությունների, տարաձայնություններ կային։ Գիտեք, Գյումրիից հետո մենք չենք ունեցել քննարկում համատեղ որևիցե միասին գնալու։ Առնվազն Հանրապետություն կուսակցությունը համարում է, որ ինքը ունի այն հնարավորությունը, որ մենակ գնա ընտրությունների, Երևանը դրա վառ օրինակն է։ Այս օրերին ընտրակաշարքի տարբեր դեպքերի վերաբերյալ բացահայտումներ եղան հակակոռուպցիոնի կողմից, ձեզ օրինակ չի անհանգստացնում են ռեսուրսները, որ մասնավորապես ուժեղ Հայաստանն է ծախսում իրենց մասով այն բացահայտումները, ու սա ինչ արդյունք կարող է ունենալ ընտրությունների։ Մենք քաղաքական այն ուժն ենք, որը առաջին իսկ օրվանից դեռ այս բացահայտումները չկային, սրա մասին ասել ենք եւ ասել ենք կամ բոլոր հիմքերը իրենց չգրանցելու համար ընտրություններին։ Եվ ես դեռ լիահույս եմ, որ դա լինելու է, որովհետեւ կամ ինչ որ ընթացքում կկասեցվի այդ լիազորությունները, որովհետեւ ամեն բոլոր, բոլոր պատճառները կան դրա համար։ Այդ թվում նաև ընտրակաշարքները։ Ինչքան էլ որ հանձնել են, հուսանք մինչև գրանցում հասկանանք ինչ է կատարվում։ Տիկին Խաչատրյան, օրինակ Բարգավաճ Հայաստանի հետ կհամագործակցեք։ Եկեք ասենք նաև Անդրանիկ Թևանյանի, առնվազն իմ մասով ես չեմ պատկերացնում Քոչարյանի Անդոյի հետ որևիցե համագործակցություն։ Ես շեշտել եմ մերձ Քոչարյանադաշնակցական ուժերի, Անդրանիկ Թևանյանը Քոչարյանի Անդոն է։ Այսպես որ նշում եք, օրինակ տեսեք, Նիկոլ Փաշինյանը մի մասին բնորոշում է պատերազմի եռագլուխ կուսակցություն, նրանք այն կուսակցություններն են, որոնք կարծեք թե այս պահին ընդդիմադիր դաշտում գոնե թե առաջատարն են կամ ֆավորիտ ուժերն են համարվում, այսինքն իրանք ընդդիմադիր դաշտում առաջատար չեն, իրանք ուղղակի պաշտոններ կորցրած, աթոռներ կորցրած մարդիկ են, որոնք պայքարում են իրենց պաշտոնները հետ բերելու, եւ Հայաստանի Հանրապետության անկախությունը սակարկող բոլոր մարդիկ են, որովհետեւ իրանք բոլորը Ռուսաստանից ուղղորդված տեխնացուներ են, որոնք չեն թաքցնում։ Իսկ Ռուսաստանի միակ գերազանքը Հայաստանի Հանրապետությունը գուբերնիայի վերածած տեսնելն է։ իրենք էլ ասում են, որ հանրապետությունն ու ԿՊ-ն ինչ տարբերություն։ Իրենք շատ բան կարող են ասել։ Դուք համաձայն եք, որ եթե այդ ուժերը ինչ որ տեսականորեն հնարավոր լինի կան իշխանության, իսկապես պատերազմ։ Ես նույնիսկ չեմ ուզում քննարկել, որտեղ ոչ մի տեսականորեն ոչ մի հնարավոր տարբերակ չկա, այդ ուժերը կան իշխանության։ Որովհետև ինչու՞։ Որովհետև Հայաստանի Հանրապետության քաղաքացին այնքան հասուն է, որ Պուտինի անձնական օգտագործման քաղաքական ուժերին չի բերելու իշխանության։ Այսինքն դուք շարունակում եք պնդել, որ եթե ընդդիմության ներկայացուցիչները իշխանության կան, պատերազմ է լինելու սեպտեմբերին։ Գիտեք, այն մարդիկ, որոնք ընդդիմություն դուք շեշտում եք, ես ընդդիմություն համարում եմ մեզ եւ ասեմ, մեր իշխանություն գալու դեպքում պատերազմ չի լինելու։ Ձեր իշխանության նկատի ունեք կոալիցիան ինչ-որ տարբեր։ Նաև միգուցե կոալիցիան։ Դա արդեն հետընտրական շրջանում կարող է քննարկվել։ Միայնակ անցնելու խորհրդարան այդպեսի ակնկալիքներ կամ հույսեր ունեք։ Իհարկե ունենք։ Ցանկացած քաղաքական ուժ պետք է ունենա այդ համոզմունքով պետք է գնա ընտրության։ Թե ինչ կստացվի հետո դա արդեն ցույց կտա ժամանակը։ Կուսակցության համագումարի որոշում է։ Երկու որոշումներ։
որ էջերը ստորագրած մտածա, այո։ կանթերթը, իսկ կանոնադրությունը բնօրինակա, Այո, բնօրինակ։ Հակարականը չի։ Բնօրինակ է հենց։ Ես միշտ պետրեգիստրից գնում բնօրինակներ եմ վերցնում, ձեզ տալիս։ Այս անգամ ենք որոշել ենք, որ բայց ես հինն է, ոստայեք, որ ես 25 թվինն է։ 2005 Օ, 5, 25 եմ տեսել։ Հա, հակասը հասը թող դերեն դարակից։ Այսա կփոխենք։ Հետո կբերեք։ Չէ, հիմա կբերեն, մոտենք Այս մենք։ տալու բան չկար։ Դակ վաղ վերեք եք, շաբթի վերեք։ Ես 25 կարդացի, գիտե, չէ 5-ը։ Բոլոր տեխնացուների համար 4 Բացի տասնտերը։ մեկից, որը հիմա հասնում է։ Հա։ Տեղեկանքը, հիմա ճանապարհին հեսա, որը ընդդեմ կլինի։ Հա մի հանեք, դա մեկա հիմա չենք նայում, որովհետև դուքա գրել հիմա հնարավոր չի դա, որ գրում ենք, որ դա էլ է գրել։ Հա, բոլորը։ Մենք էլ ես եմ բերել, ես պետքեր, ես չգիտեի վահանակների։ Դա հիմա մենք Ուղարկել եմ։ գրավոր չենք վերցնում, չենք չարչարում ձեզ այդքան տպել, Էլեկտրոնային մեզ ուղարկացա։ այդքան արխիվացնել, էլեկտրոնային ապել, ուղարկել, կարծում եմ ուղարկել Հա, եք, ուղարկել եմ կարդ։ Պիտի հարցնենք ում հետ ենք կապնվում ինձ եթե Լիազոր ներկայացուցիչները նշված են, ես Մհերը եւ Գևորգ Հա, բայց Զաքարյանը։ մի հոգու հետ էլի կապնվում Երևի, չէ, ես դժվար եմ հեռախոս վերցնում, եկեք Գևորգին վերջին, որ ինքը կփոխանցի ինչ անհրաժեշտ է։ Եվ նաև մենք հարցնում ենք, թե որ լիազորի տվյալներն ենք հանրայնացնում։ Եվ վստահված անձանց դասընթացի մասին եմ ասել, նախնական հանդիպումներում ասել եմ, բայց չգիտեմ, ինչքան հիշել եւ նաեւ նոր բան ունենք ասելու այստեղ նախ բոլոր կուսակցություններին աջակցում ենք որպեսզի վստահված անձանց դասընթացներ իրականացնեն որովհետեւ մենք հումորով ասում ենք որ լավ կլինի որ բոլորը նույն ընտրական օրենսգիրքը սովորեն առաջարկում ենք կուսակցություններին ովքեր ուզում են 5-ից 10 ուսուցանողներ տրամադրեն եւ մենք իրենց համար կազմակերպելու ենք TOT ստուգա, որի արդյունքում տալու ենք սերտիֆիկատ, ովքեր որ անցնել են ֆիլտրը, ինչի համար սերտիֆիկատը, մեր համար չի, ձեր համար է, որ իմանանք, որ իրանք այդ կարողությունները ունեն, հա, այդ 10-ից, այս 4-ը, այս 3-ը ունեն այդ կարողությունները, դրա համար ինչքան լավ դուք ֆիլտրեք, այնքան ավելի շատ կունենան այդ կարողությունները, լավ ֆիլտրեք, 5-ից 5-ը կարող է ստանալ։ Մի դասընթաց Չէ, մի դասընթաց ենք անելու իրենց համար եւ նաեւ վերջում ստուգել։ Ավելին, դրանից հետո եւս իրենց հետ մենք կոնտակտը պահանջենք իրենց ցանկությամբ, որովհետեւ իրենց դասախոսները դառնալու են կոորդինատորներ, մոնիտորներ, որ նաեւ հասկանանք թե ոնց ինչ արդյունավետությամբ տեղի ունեցավ այդ ամեն ինչը, հետագայում հաջորդ ընտրությունների համար օգտագործելու համար, քանի որ միջազգային գործընկերների աջակցությամբ ենք նաև պահանջում։ Ու նաև այդ կապը հնարավորություն կտա որ տեղեկություն, գիտելիք, պակաս հետո լրացվի։ Եվ նաև կտրամադրենք ձեզ ճիշտ այնքան վստահված անձի վկայական ներողություն, վստահված անձի վկայական տրամադրելու ենք բոլորին այնքան ուղեցույց, որքան որ դուք հարկ կներկայացնեք, որ իրականացնելու եք վստահված անձի ուսուցում։ Որ փուլը բանալում Մենք իրենց ուսուցումը կսկսենք մայիսի 17-ից հետո, բայց պիտի խնդրենք, որ մինչև ապրիլի 25-ը ներկայացնեք ձեր ցանկը, անազգանունը հասցեն էլեկտրոնային եւ հեռախոսի համար։ Ինչի ենք այսքան շուտ ուզում, որտեղ մենք պիտի պլանավորենք բավական շատ քանակի դասախոսների ենք մենք վերապատրաստելու, չի բացառում, որ նաև մարզերում տեղի ունենա դա կապված նրանից, որ արդյոք մարզի ներկայացուցիչ են ներկայացնում։ Դրա համար մենք իրենց հետ կապնում ենք, իրենց կիմանանք նաև ում համար որտեղ ավելի նախընտրելի։ Արաբելագույն 10։
Առավելագույնը 10 օր։ Շատ լավ։ Ուրիշ բան ուրացան։ Վստահ։ Ոչինչ։ Կանոնադրությունն է քիչ այդտեղ Ստորագրեք ինչ որ մեկը դիազորներից։ այստեղ Ձեր կուսակցության անվանումը Նույնը այստեղ That's possible. վերջ Հա, ձեր ստացականը տանք եւ սպասենք ձեր կանոնադրությանը։ հա կանոնադրություն մինչև Դոկտոր չբերեք խնդիր չի։ Հա, կարակ վաղը վաղ բերենք։ աշխատանքային չի դուք աշխատանքի Մենք աշխատում ենք եւ նաեւ երկուշաբթի կարակ բերենք, այնպես հրատապություն չունի։ Հավանիչ տեսանյութը եւ բաժանորդագրվիչ նորությունները բաց չթողնելու համար